Բույսերը աճելու հետ զուգահեռ կարող են վարակվել տարբեր հիվանդություններով եւ վնասատուներով։ Ես ապավոնում եմ, որ բույսերը դրանցից զերծ լինեն եւ ունենան բնականon աճ։ Համլետ Ագրարային համալսարանի 3-րդ կուրսում է, սովորում է առողջ բույսեր աճեցնելու գաղտնիքները։ Կուրսընկերոջ հետ տարբեր փորձեր են կատարում, մի քանի ամիս է պոմիդորի սորտեր են ուսումնասիրում, հետևում դրանց աճին, փորձում վերականգնել անհետացած տեսակները։ Մեկը հենց անայից սորտն էր, անայից սորտը արդեն գոյություն չունի, բայց սելեկցիոներները ստեղծել են անահիտի կրկնօրինակը, փորձում ենք վերականգնենք։ Համալսարանում ստացած գիտելիքները կկիրառեն հայրենի բնակավայրերում։ Դեռ մանկուց հողի հետ աշխատելու սերն է պատճառը, որ բիզնես գաղափարները հենց գյուղատնտեսության հետ են կապված։ Պտղատու այգի ու ջերմատուն են մտադիր հիմնել։ Ագրարային համալսարանը այս պահին ունի նպատակ ոչ միայն մասնագետների պատրաստման գործընթացը բարելավելու, այլև իրազեկելու հանրության լայն հատվածներին, թե ինչքան շատ պահանջարկ կա աշխատանքի շուկայում ագրոպարենային ոլորտի մասնագետների եւ ամենակարևորը, ինչքան գայթակղիչ պայմաններով են իրենք աշխատում։ Ագրոպարենային ոլորտում մասնագետների պակասը լրացնելու նպատակով անցած տարի կառավարության որոշմամբ ընդլայնվեց առաջնային եւ կարևոր մասնագիտությունների ցանկը, ներառեցին նաեւ ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։ Ուսանողը հնարավորություն ունի ոչ միայն տեսական ու գործնական գիտելիք ստանալ, նաեւ բարձր կրթաթոշակ։ Պետությունը վերջին տարիներին մեծ ներդրումներ է իրականացնում ագրարային ոլորտում։ Ներդրումների զարգացումը ապահովելու համար անհրաժեշտ են իհարկե նաև մարդկային ռեսուրսներ։ Առաջին իսկ տարում մագիստրատուրայում դիմորդների թիվը մոտ 3 ու 6 անգամից ավել մեծացել է։ Առաջի կուրս ընդունված բոլոր ուսանողները ստանում են 70,000 կրթաթոշակ։ Դրանից հետո արդեն այն ուսանողները, որոնց առաջադիմությունը մոգը 80-ից 90% միջակայքում է, նրանք ստանում են 70,000 դրամ կրթաթոշակ, այն ուսանողները, որոնց մոգը 90%-ից ավել է, ստանում են 77,000 դրամ կրթաթոշակ։ Կրթաթոշակները տրվում են կոնկրետ մասնագիտություններ, կրթական ծրագրեր ընտրող ուսանողներին։ Մագիստրատուրա ընդունվածների 54%-ը մինչև 25 տարեկան է, 21%-ը 26-ից 30, մյուսները 30-ից բարձր։ Միքայելը մինչև ագրարայինի ուսանող դառնալը հրազդանում արդեն ջերմատուն ուներ։ Համալսարանը եկել գիտելիքի պակասը լրացնելու, ջերմատնային ագրոտեխնոլոգիա է ուսումնասիրում։ Եթե բույսը հիվանդանում ու դու չգիտես ինչ հիվանդություն է կամ ինչից է այդ հիվանդությունը առաջացել, դու չես կարող իր դեմ ավելի էֆեկտիվ պայքարես, ունենում ես ֆինանսական մեծ կորուստներ, բույսը տա փչանում արդյունքում, դու ես նյարդայնանում, իսկ սենց ավելի լավ է։ Ագրարային համալսարանում վերջին 6 տարիների ընթացքում ստեղծվել է շուրջ 60 նոր ենթակառուցվածք։ Այդ թվում նորագույն սարքավորումներով ագեցած լաբորատորիաներ, ջերմատուն, փորձարարական կայաններում նորամուծություններ կիրառելու հնարավորություններ եւ այժմ ընթանում է տվյալ ենթակառուցվածքները ուսումնական ծրագրերի մեջ ինտեգրելու գործընթացը։ Նորաձև մասնագիտություններին նախապատվություն տալն ու աշխատաշուկայի պահանջարկին չհետևելն է նաև պատճառը, որ երիտասարդները ընտրում են համեմատաբար ավելի կանխատեսելի ապագա ունեցող մասնագիտություններ։ Մինչդեռ գյուղատնտեսությունն այսօր ոչ միայն երիտասարդ կադրերի, այլև ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների կարիք ունի։ Այսօր արդեն մեծ պահանջարկ կա շուկայում այդ ոլորտի մասնագետների, ընդ որում բավականին բարձր աշխատավարձներով եւ այդ խնդիրը չլուծելու դեպքում պետության զարգացումը այդ ուղղությամբ կանգ կառներ, որտեվ կան ներդրումներ, կան ծրագրեր, որոնք պետք են իրականացնել, բայց մասնագետներ չեն լինի։ Որ ագրարայինի շրջանավարտը ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետ լինի, համալսարանին օգնում են միջազգային կապերը։ Օրինակ Գերմանիայի հեղինակավոր համալսարանի հետ գործակցության շնորհիվ մեր ուսանողները մագիստրատուրայի առաջին տարին մեր համալսարանում, երկրորդը Գերմանիայում են սովորում, ավարտին ստանում են եւ ագրարայինի եւ Գերմանիայի համալսարանի վկայական։